Ինչպես մեր ժողովրդի մոտ ընդունված է ասել, գարնանային միամսյակ։ Շնորհակալություն, ես կարծում եմ մեր տոնը միշտ է։ Այսինքն անհրաժեշտ, որակյալ, կրթված։ Վերջում են անձնական ծախսեր է սկսում անել։ Այ ոնց անեն, որ բիզնեսը ճիշտ ուղով գնա։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Գարուն է։ Ինչպես մեր ժողովրդի մոտ ընդունված է ասել, գարնանային միամսյակ, որը իր մեջ ներառում է մարտի 8-ից մինչև ապրիլի 7։ Եվ ազգովի կամ տղամարդիկ բոլորը առիթ են ման գալիս շնորհավորելու մեր սիրելի կանանց, մայրերին, աղջիկներին, քույրերին այդ գեղեցիկ տոնի, այդ գեղեցիկ միամսյակի առիթով։ Այսօր ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում մեր տաղավար եմ հրավիրել գործարար բիզնես և կրթություն ասոցիացիայի նախագահ Մարինե Ժամկոչյանին։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալություն հրավիրքի համար։ Թույլ տվեք իդեմս ձեզ շնորհավորել մեր բոլոր աղջիկներին, մայրերին, կանանց, քույրերին այս գեղեցիկ միամսյակի կապակցությամբ բոլորին անխտիր մաղթել առողջություն, հաջողություն, հա, եկեք մի բան էլ չմոռանամ, ես էլ որի-որ անգամ է այս շարքը նկարելիս ուզում եմ հիշել, ուրեմն հյուրեր ունեինք արտասահմանից, գնացել ենք այդ Գառնի Գեղարդ այդ շարքով, այնտեղ Գեղարդում մոտեցա այդ որ հայտնի այդ բաներ, գաթաները Գեղարդի բան են անում, մի հայկին կար, լավ են, քույրիկ էլի, կին, ուրեմն մոտեցա այս մեր հյուրին, որ տեսա, վայ, այս Գեղարդի, այս գաթաներից ինչ հավեսով կուտեի, մոտեցա ասի, ինչ արժի այդ գաթան, որ գնեմ, ասեց, ես ձեզ ճանաչեցի, ես այս գաթան ձեզ չեմ տա, ասի, ինչու, զարմացա, ինչու չի, ասեց, որտեվ երեկվա է, ասեց, լավը կբերեմ, լավը հիմա, որ մի քիչ գնաք այդ բանով, Գեղարդավանքով ման գաք, տակ, հենց նոր բերած բանից Գեղարդի գաթայի ձեզ սիրով կտամ, ասեց, բայց հիմա ձեզ չեմ տա, շատ, այդ իմ հյուրը վաբշե ընդհանրապես բաներ եղել, ոգևորվել էր, վայ ապրեք դուք, վայ ապրեք, որ տենց հիմա օգտվելով առիթից ուզում եմ այդ մեր քույրիկին, մեր բոլոր այդ կանանց քույրերին, այդ իրենց ազնվության, մաքրության համար նաև շնորհավորել այդ մեր կանանց միամսյակի արդեն։ Անցնենք մեր բուն նյութին։ Շնորհակալություն, ես կարծում եմ մեր տոնը միշտ է։ Հա, միշտ։ Մարդկա ասում է, չէ, միամսյակը այդ ընդմիջումը 11-ն է իրական տոնը։ Այո։ Շատ լավ, անցնենք մեր բուն նյութին։ Անցնենք։ Ուրեմն նախնական մեր զրույցում շոշափեցինք, որ կարևոր երևի ինչ-որ բան է, գործոն ասեմ, թե ինչ-որ բան է, որ մեր ժողովրդի մոտ ոնց որ թե երկարատև բիզնեսը, չգիտեմ, չի ստացվում, թե ինչ-ինչ պատճառներով բացվելուց հետո, հա, որոշակի ժամանակ հետո բիզնեսը փակվում է կամ ընդհատվում է, կամ վեճեր են լինում, կամ ինչ-որ հանգամանքների առումով չի շարունակվում։ Համենայն դեպս այ են, որ գրում են, չէ, ասենք since 1863, since եսի որ թվից, ասենք, այն թվականից սկսած այդ իրենց սերնդեսերունդ փոխանցվում է երկար այդ բիզնեսը գնում է։ Այ մեր մոտ ոնց որ թե դրան հələ չենք եկել, այ այդ կարծիքը ձեր։ Շատ հետաքրքիր ու ցավոտ թեմա եք բացացրել, որովհետև իմ համար էլ շատ ակտուալ է։ Ես ինքս 90-ական թվականների վերջից բիզնեսով եմ զբաղվում ու ընթացքում շատ բիզնեսներ եմ բացել, փակել ու ասեմ մի կարևոր բան, որ եթե փակել եմ, ձախողել եմ, հիմնական պատճառը եղել է որակյալ աշխատողի պակասը։ Այսինքն ոչ թե իմ մեղքով է եղել, այլ չեմ գտել այն աշխատողներին, որոնք արդյունավետ կշարունակեն։
ու հիմա շատ էս արագ փոփոխվող դարաշրջանում ամեն ինչ շատ արագ է ու ճիշտ եք ասում, ստատիստիկա վիճակագրություն այդպեսին որպես չկա, բայց որոշակի աղբյուրներից կարող են գտնել, որ մոտ 30%-ը 1-ից 3 տարի չեն գոյատևում։ Ես մի քանի խնդիր կա, կարող եմ ասել, որոնք են։ Օրինակ շատերը համարում են փոքր շուկան, համարում են ֆինանսների հասանելիությունը կամ կարան ասեն հարկային բեռը, բայց իմ կարծիքով ստեղ բիզնես կրթության պակասն է։ Մարդկանց թվում է, որ բիզնես անելը շատ հեշտ է, նույնիսկ մի քանիսը շատ-շատերը բացում են բիզնես ոնց որ թե դա սոցիալական ստատուս է, ինչ-որ հետաքրքիր տրենդային բան է բիզնես ունեն, անպայման որ ասեն մտնում են վարկերի տակ, ծանր բեռը վերցնում են ու չեն պատկերացնում, որ թե բիզնեսով զբաղվել ինչքան բարդ գործընթաց է, ինչ մեծ ջանքեր է պահանջում, ինչքան պատասխանատվություն, ռիսկեր վերցնելու կարողություններ եւ այլը։ Իմ կարծիքով այստեղ անցել այն դարաշրջանը, որ ես էլ եմ սկսել այդ 90-ական թվականներին, որ բիզնես անելը անհամեմատ հեշտ էր։ Հիմա շատ գործոններից է զբաղված։ Օրենսդրական դաշտը շատ արագ փոփոխվում է, պետք է կարողանաս ոչ միայն կարդաս, այլ նաև մեկնաբանես, հասկանաս, ճիշտ կիրարկես, միշտ հետևես եւ այլն։ Շատ գործոններ կան, որ չեն գիտակցում։ Մենք մեկ-մեկ հին գործարանները կատակ ենք անում, ասում ենք մեկին աշխատանքից հեռացնում ենք, մտածում են թե ինչ հեշտ է, գնում են իրանք բիզնես են բացում։ Ես էլ իմ մոտ էլ ռեստորանում եղել եմ, որ իմ ռեստորանում աշխատակցին, երբ որ վատ տողին աշխատանքից հեռացնում ես, մտածում եմ, որ ինքը արդեն ամեն ինչ ոլորտում գիտի, շատ հեշտ կարա բիզնես բացի։ Մենք էլ նաև մի կողմից էլ հպարտանում ենք, որ Հայաստանում doing business-ով մենք առաջատարներից ենք, եթե չեմ սխալվում 25 թվին 100 թե 101 երկրներից 37-ն ենք։ Մի քիչ առաջ են գնացել, մի 10 տարի առաջ 47-ն ենք, բայց ես կարծում եմ դա բավարար չի, բիզնես բացելը շատ հեշտ է, բայց բիզնեսը պահելը, բիզնեսի գոյատևելը, երկարատև դարձնելը բավականին բարդ է, ինչպես նաև բիզնեսը լուծարելն է շատ բարդ գործընթաց։ Ես կարծում եմ, որ այստեղ նույնիսկ մենք հակառակը պետք է անենք, որոշակի պահանջներ լինեն, որ չգիտեմ, պահանջ ասեմ, մի քիչ լավ չի հնչում երևի, բայց նախապայմաններ լինեն բիզնեսը բացելու համար, որովհետև ոչ թե ես դեմ եմ, որ բիզնես բացում, միանշանակ շատ խրախուսում եմ, բայց նայեք, մարդիկ վերցնում են վարկեր առանց գիտակցելու, վերանորոգում են, տարածքի վարձակալություն են տալի մի քանի ամսվա, հետո այդ բեռը մնում է, քանի որ չեն կարողանում բիզնեսը շարունակել, այ որ մի քիչ պայմաններ լինեն, որ պետքա օրինակ այս պահանջները լինի, որ դու կարողանաս բիզնես բացել, ինձ թվում է ավելի հեշտ կլիներ։ Կարծում եմ քննադատողներ կգտնվեն իմ այս մտքին, բայց ես կարամ ասեմ, թե ինչի եմ այդպես ասում, չթվա թե դեմ եմ, ինչքան շատ բիզնես լինի, տնտեսությունը աճի, այնքան ավելի լավ։ Ասեմ նաև, որ մեր կառույցը մեկն էր խրախուսողներից, որ բիզնես կրթությունը դպրոցից հենց սկսվի։ Ու մենք նաև բարեփոխումներ ենք առաջարկել օրենսդրական դաշտում կրթության մասին օրենքում, ՄԿ օրենքում, որ հնարավորություն տրվի երեխաներին բիզնես սովորեցնել։ Եթե չդառնա, մենք մի քանի նախաձեռնություն ունենք, եթե կա ժամանակը ասեմ, օրինակ հենց կրթական հաստատություններում փոքրիկ բիզնեսներ են սկսում երեխաները, իրենք ամբողջ անում են, դա ծառայություն է, դա առևտուր է, ու իրանք կարողանում են պանելային դեմո, հա, տենց տարբեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ պիլոտ արեցինք։ Պիլոտ արեցինք, որ տեսնենք առավելությունները, թերությունները, ու թերությունը նա էր, որ մեր օրենսդրական դաշտը կարգավորումներ չկան, որ լինի։ Օրինակ Գերմանիայում մի շարք երկրներում շատ ընդունված է, ու ես հենց դա Գերմանիայից էի բերել այդ մտահղացումը, այդ մասին շատ եմ ասել, երբ որ իմ անձնական բիզնեսի գործերով Գերմանիայում էի, մի շատ հետաքրքիր դեպք տեսա այդ երեխաների բիզնես զբաղվելու ու երկար տարի որոշում էի, երազում էի, որ Հայաստանում էլ նման բան ստեղծվի, ի վերջո ստեղծվեց, բայց կան որոշակի բարդություններ, որոնք քիչ-քիչ հաղթահարվում են, բայց երեխաները, եթե նույնիսկ մեծանում են, գործարար չեն դառնում, շատ լավ պատասխանատու ու աշխատողներ են լինում։ Այսինքն դա իրանց օգնում է լավ աշխատող լինել, պատասխանատու, թիմում աշխատել սովորող։ Մենք հայերս չենք կարողանում, չէ, ինդիվիդուալ ենք
Այո, կանխեցիք իմ հարցը, այսինքն եթե հարցանագրենք, ես մտածում եմ չընդհատելով, փաստորեն մի քանի գործոն կա, որը նպաստում է բիզնեսի ոչ երկարակեցությանը կամ ուրիշ ձևով ասել, արագ փակվելուն։ Այսինքն առաջինը ոչ գրագետ վարելու, հա? Այո։ Եվ կադրերի եւ անձամբ բիզնեսի տերը ունի բավարար գիտելիքներ կամ փորձ, որպեսզի այդ բիզնեսը կառավարի, առաջինը։ Երկրորդը կադրերը, այսինքն անհրաժեշտ որակյալ, կրթված, փորձառու կադրեր, որը էլի դեֆիցիտ է, ասենք դժվար է ճարելը, որը նաև կարողանալ թիմայինով աշխատել։ Երրորդ գործոնը մեր թիմային չկարողանալ իրար հետ աշխատել, որտեղ եթե բացում են հարազատներով անմիջապես կոնֆլիկտային իրադրություն, կարճ ժամանակ հետո տրոհում է բիզնեսը, եղբայր կլինի, քույր կլինի, քույրու եղբայր կլինի, էլի բաժանում, ընկերներ կլինեն, հա, որոնք մանկության ընկերներ են տասնյակ տարիներով, միջալոց մենակ հայերիս մոտ չի։ Ես դրսում էլ օրինակ Մոսկվայում որ լսում էի թե բոլոր այդ շոու բիզնեսի այդ կոլեկտիվները որ բացվել են, որոնք հետո կարճ ժամանակ հետո շահերի բախում, այնտեղ հետաքրքրություններ, մտածողության բան եւ այլն։ Մեծ հայերիս էլ է հատուկ, բայց նաեւ ուրիշ տեղերում էլ է, էլի նույն խնդիրը կա, այսինքն հարազատ, ընկեր, բան բացում են, ստեղծում են, որոշ ժամանակ հետո տեսնում են, չէ, արի մենք բաժանվում ենք։ Մի հատ բանաձև էլ կա, երևի ասում է ավելի լավ է դու ոչ թե հարազատիդ հետ բիզնես վարես, այլ բիզնեսում փորձել քեզ հոգեհարազատ ընկեր գտնել, որ ավելի մնայուն է, ավելի կայուն է, չէ՞։ Ուրիշ ինչ բան գործոն կթվարկենք։ Ծախողելու նկատի ունեք։ Հա, էլի որը նպաստում է, որ կարճ ժամանակ հետո փակվի։ Այսինքն փորձենք դրանք թվարկելով ոնց անել, որ ավելի երկարաժամկետ դառնա, էլի։ Նայեք, մարդիկ կան, որոնք պատասխանատվություն կամ ռիսկ վերցնել չեն սիրում։ Շատ անգամ դա խնդիր է, որովհետև բիզնեսը թողում են ինքնահոսի։ Չեն կարողանում ճիշտ կառավարել։ Մեկ այլ խնդիր է, որ ռազմավարական մտածելակերպ չունենք մենք։ Մեկ այլ խնդիր է, որ ղեկավարը հիմնականում այդ ես ասում եմ ու ընդհանուր եմ ասում միկրո կառավարման մեջ է մտնում։ Այսինքն առօրյա հոգսեր այնքան շատ են Հայաստանում, որ դու փոխանակ մտածես ռազմավարական ուղղությունների մասին, սկսում ես առօրյա այդ գործերը կարգավորել, որը գործարարին հետ ակցում շատ անգամ ինչից է համապատասխան աշխատող չկա կամ անվստահություն կա, որ ասում են լավ բիզնես լավ ով կանի, ես անեմ, իրանք անեն, հետո ես փոփոխեմ, միանգամից ես անեմ, այսինքն սկսում է ինքը աշխատել, ոչ թե կառավարել։ Ես մեկ ես էլ եմ իմ աշխատողներին, մեկ ասում եմ, ես դարել եմ ձեր աշխատողը, որտեղ անկախ քեզանից մեկ սկսում ես զբաղվել այդ շատ սխալ է, ես ասում եմ իմանալով որ սխալ է, դուք ինձ ստիպում եք, որ ես այդ սխալը անեմ։ Փոխանակ ես ռազմավարական մոտեցում ունենամ, տեսնեմ ոնց բիզնեսը զարգացնենք կամ ոնց կազմակերպությունը զարգացնենք, ինքան բյուրոկրատիկ մաս կա, որը պետք է ապահովել, ստիպված ներառվում եք այդ կենցաղային հասարակ բաների մեջ։ Երկարատև պլանավորում ռազմավարական չկա։ Ես մի բանից էլ եմ նկատել, առաջ մենք սովորաբար հարցումներ ենք անում գործարարների շրջանում շուկայի կարիքները հասկանալու համար։ Նախորդ հարցաթերթերում լինում էր գալիք 3-ից 5 տարում ինչ աշխատակիցների կարիք ունեք։ Հետո դարավ 1-ից 3 տարի։ Հիմա գործարարները դժգոհում են, ասում ենք վաղը չգիտենք ինչ արինելու 1-ից 3 տարի ինչ իմանանք, այսինքն դա տխրեցնող փաստ է, որովհետև գործարարը վստահ չի, որ ինքը 3 տարի կգոյատևի։ Երբ որ մենք ասում ենք ինչ աշխատակցի կարիք ունես, որպեսզի կրթությանը ասենք, որ այս աշխատակիցների կարիք ունի աշխատաշուկան, նրանք չեն կարողանում պլանավորել, որովհետև վստահ չեն վաղվա օրվա վրա, դա էլ մեկ այլ խնդիր է։ Ռազմավարական երկարատև մտածելակերպը մեր հայերի մոտ չկա։ Երևի երկրներում, տարբեր երկրներում կա նման մոտեցում, բայց մենք հատկապես փոքր շուկա լինելով շատ խնդիրներ ենք տեսնում ու մի քիչ էլ արդեն զգուշավոր ենք դարձել։ Ես հիշում եմ, հիմա ավելի բարդ է դարել բիզնեսով զբաղվելը, առաջվա պես չի։ Դրա համար մի քիչ էլ մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա վրա երկարատև պլանավորման համար, բայց դա սխալ է, բիզնեսի համար դա սխալ է, ճիշտ մոտեցում չի։ Ես հիշում եմ այդ խորհրդային տարիների
անցումը, որ եղավ արդեն այդ բիզնես մթնոլորտ էր ձևավորում, նախաձեռնողականություն էր առաջ եկել, դե կոոպերատիվը, Գորբաչովյան ժամանակ կոոպերատիվ շարժում եղավ, որից հետո արդեն անցում խորհրդայինից էս մեր կապիտալիզմին, այսպես ասած, ու նախաձեռնողականությունը կար, որ բոլորը բացում էին, թեկուզ այն սեղանիկներից սկսած, չէ, այդ մի փուլ էր, որ անցավ, ու մի հատ էքսպերտ էին հրավիրել դրսից, Մոսկվայից ես հաղորդում նայեցի, լավ հիշում եմ անուն ազգանունը, Ալեքս Մասկովիչ, ինքը բան էր, փորձագետ էր դրսի։ Կարևորագույն բանը, որ այն ժամանակ լսել եմ, որ ասեց բիզնես սկսելու, նախաձեռնելու համար երբեք ուշ չի։ Շատ թևավոր խոսք։ Այսինքն այն, որ մտածում ես, որ բազմաթիվ ձեռնարկություններ կան այդ պրոֆիլի, հա, որոնք արդեն ունեն թեկուզ այդ անցել են այդ անցումային փուլը, որ չեն տրոհվել, չեն փակվել, որ իրանք կայացել են շուկայում ունեն որոշակի սեգմենտ, հա, ու գործում են, ասենք շատերի մոտ թյուր կարծիք կա, որ եթե ես բացեմ, մեկը արդեն այդ բանը կա, գործողը կա, արդեն ինձ մրցակից է, ինքը կայացած է, ես չեմ կարող շուկայում ինչ որ տեղ գրավել։ Բայց այդ Ալեքս Մասկովիչի բանն եմ հիշում, որ երբեք ուշ չի, այսինքն եթե դու ճիշտ գրագետ կարողացար մտնել եւ որակ ապահովելով փորձել է ծառայությունը մատուցել, հա, կամ արտադրանք կամ ծառայություն, կարող ես քո արժանի տեղը գրավել։ Միանշանակ, քանի որ ասեցիք, մեկ այլ ռուս ռեստորատորից մեջ բերում ասեմ, Նովիկովն էր ասում, ասում էր, եթե ռեստորան ես բացում, բիզնես ես բացում եւ հույս ես դնում քո ընկերների շրջապատի կամ բարեկամների վրա, չարաչար սխալվում ես, որովհետեւ մեկ-մեկ ասենք մեր շրջապատ ունենք, մենակ մեր ընկերները գանք, արդեն բավարար է, բայց այդտեղ չի աշխատում դա այդ տարբերակը։ Համաձայն եմ ձեր հետ, որ հետաքրքիր նյուանս եթե գտնես, ինչ որ հետաքրքիր մոտեցում գտնես, կարող ես հաջողել, կապ չունի ինչքան կա բիզնեսը, բայց նաև մի բան ասեմ, որ տարիներ առաջ ու հիմա փոփոխվել է, ես օրինակ տարիներ առաջ միշտ նորական ինչ որ բիզնես գաղափարներ ունեի ու իրագործում էի, բայց հասարակությունը պատրաստ չէր։ Հիմա հակառակը արդեն նորական մտքերն են ավելի խրախուսում, նորական մտքերով գոյացած բիզնեսն ավելի լավ առաջ գնում։ Այդ տարբերությունը կա տարիների ընթացքում փոփոխությունը մեծ է։ Մենք որ զրուցում ենք, ես դա էի ասում, որ ժամանակին ինչքան նորական մտքերով բիզնես բացում էի, մարդիկ պատրաստ չէին դա սպառեին, ընդունեին, հասկանային։ Իսկ հիմա ընդհակառակը, ինչքան նորական մոտեցում լինի, ինչքան նորական բիզնեսի մեջ նորական մտահղացում լինի, այնքան ավելի լավ։ Դե այն փաստը մենք արձանագրեցինք մեր նախնական զրույցի մեջ, որ այն փաստը, որ առաջ շատերը գերադասում էին, որ իմ աչքը տեսնի, հա, այդ ապրանքը կամ ծառայությունը նոր ես ընտրեմ պատվիրել թե չէ, հիմա ոնց որ թե մեր կենցաղի մեջ մտավ այդ հերավար պատվերը, որ պատվիրել, ինքներդ ասեցիք, հա, այդ արդեն քայլեր դեպի առաջընթաց էր, որ այսինքն մենք կարողացանք Էլեկտրոնային կոմերցիան, երբ որ ես դեռ 10-15 տարի առաջ սկսում էի, զբաղվում էի էլեկտրոնային կոմերցիայով, այսպես կոչված այն ժամանակ տրենդային էր e-commerce։ Մարդիկ չէին հասկանում։ Ինքն on-line գնելու առավելությունները չէին հասկանում, չէին վստահում։ Հիմա դարել է, ես կարծում եմ մի քիչ էլ COVID-ը խրախուսեց, որովհետև COVID-ից հետո շատ փոխվեց, մարդիկ սկսեցին առևտուր անել ու ես ասում եմ, եթե հիմա ես այդ բիզնեսով զբաղվեի, հաստատ կհաջողեի։ Կա որ ասում են, չէ, բիզնեսում ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կա, բայց այդ գործոնը հիմա այդքան չի աշխատում, ոնց որ օրինակ մի քանի տարիներ առաջ, տասնյակ տարիներ առաջ։ Հիմա արդեն ավելի շատ գրագետ բիզնես մոտեցումն է աշխատում, քան հաջողությունը կամ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելը։ Բիզնես ինտուիցիան միշտ պետք է, բայց նաև պետք է բիզնես գրագիտությունը։ Բայց այստեղ ինձ մոտ մի հարց է առաջանում։ Նայեք, այստեղ երկընտրանքի հարց կա։ Օրինակ, եթե դու գնում ես այդ կրթությունը ստանում ես, ինչ որ որոշակի ստանդարտ մտածողության գաղափարի մեջ ես դու տեղավորվում։ Այս մի տարբերակ, չէ, կրթությանը դեմ չեմ, որպես թեզ եմ ասում։ Երբ որ դու գնում ես ու ստանում ես այդ կրթությունը, ուզես թե չուզես, դու որոշակի կաղապարված մտածողության կրողն ես դառնում։ Երբ որ քո մոտ դա հայերեն ոնց կընչի այդ սամառոդը կա, դու ինքնա
այդ քո հոտառությամբ, ինքնուրույն այդ քո դրսևորումներով, մանևրելու քո կարողությամբ, հա, քո մտքի թռիչքներով կարողանում ես ինքնուրույն դա անել, դա էլ մի ուրիշ տեսակ է, որ այսինքն երբ որ դու ստանում ես այդ կրթությունը եւ այդ կաղապարվում ես, որտեղ դա որոշակի ստանդարտների կրող ես, այսինքն եթե քո նման այն մյուսն է, հա, ոնց որ մի տեսակ տեղ հակասություն է էլի առաջանում։ Այս է թույլ տվեք ձեր հետ չհամաձայնել։ Չէ, ես որպես տարբերակ եմ ասում, խնդրեմ մենք զրուցում ենք, բանավիճում ենք։ Հա, ես տարիներ առաջ շատ եմ սիրում արտադրությունը, իմ առաջին մասնագիտությամբ ինժեներ մեխանիկ եմ, որով շատ հպարտանում եմ, պատահական հայտնվեցի այդ մասնագիտությունը, պատահական ընտրեցի, ու եթե ասենց հետաքրքիր բան պատմեմ, նույնիսկ ես չգիտեի, թե պոլիտեխնիկում ինչ մասնագիտություններ կան, տենց մի խնդիր եղավ, որ ես որոշեցի անպայման այդ տարին ընդունվեի, մի որոշ մասնագիտություններ պարտադիր իմ ընդունվելու տարին 1 տարվա ստաժ էր հարկավոր, որ ես չունեի։ Պոլիտեխնիկը թե ամերիկանը իրավաբանականը, բժշկականը, պոլիտեխնիկի մասին եմ խոսում, եթե դու ուզում ես ընդունվեիր իրավաբանական կամ բժշկական, դու պետք է ունենայիր 1 տարի աշխատանքային ստաժ, որպեսզի կարողանայիր դիմել, որի մասին ես տեղյակ չէի։ Ուտես պատահական եկա պոլիտեխնիկ երեկոյան բաժին ընդունվեցի, ասես նայում եմ, մտածում եմ հապավումներ ա գրած, խկամ ու ես իմ պետա եմ եւ այլն, չեմ հասկանում որը ինչ ա, ասես որոշում եմ ասեմ, լավ, ես հիմա որ մեկը ընտրեմ ու նայեցի, որտեղ որ շատ երկար հերթեր, մտածեցի, որ դա ամենալավ մասնագիտությունն ա, գնացի կանգնեցի, սենց տխուր կանգնել եմ, սպասում եմ ու ասում, տեսես ինչ մասնագիտություն ա, կարդում եմ մեխանիկական ֆակուլտետ, հասկանում եմ, որ մեխանիկական ֆակուլտետն ա, բայց մասնագիտությունս որն ա լինելու չեմ իմանում։ Մեկ է պարզվեց, դա վերջի օրն ա ընդունելության, իմ բախտը շատ բերեց, դեկանն էր անցնում, ու սենց զարմացած նայեց, ես էր սպիտակ հագուստով, ասեց, այս ձնանուշիկ ջան, ինչ ես կորցրել մեր մոտ, ես չհասկացա ինչ նկատի ունի, ասեց ձեռքս բռնեց տարավ այդ ընդունող հանձնաժողովին, ասեց իրա գործերն էլ վերցեք եւ փակեք, արդեն ժամը 5-ն ա։ Հետո ես իմացա, որ դա մեխանիկական ֆակուլտետն էր, ուտեղ երեկոյան բաժին միայն տղաներ էին սովորում։ Ու ես այդ ամբողջ 200-ի մեջ միակ աղջիկն էի, ինքը զարմացել էր, որ աղջիկ դիմող կա դրա համար, այսինքն այդ առումով կարայի ես եթե հերթին սպասեի, երբեք իմ հերթը չհասներ, ինչ որ մի մարդկանց որոշ քանակից հետո ասեին վերջ։ Այդ առումով պոլիտեխնիկային շատ մեծ բան տվեց, երկրորդ կրթությունը ու ես ինչից շեղվեցի, ասեմ, երկար տարիներ արտադրությունում էի աշխատում ու արտադրությունը շատ էի սիրում, ինձ հենց իմ մասնագիտությամբ էի աշխատում գործարանում ու եկավ մի պահ, երբ որ փլուզումից հետո գործարանները փակվեցին եւ ես հասկացա, որ ինչ պետք է անեմ, մեր այդ ժամանակ մենք երկարատև գիտենք, թե միտեղ աշխատում ենք, ուղղակ աշխատենք, չէ՞, ու տենց մոտեցում է, հասկացա, որ պետքա բիզնեսով զբաղվել, որտեղ այդ ժամանակ այլ բան չկար անելու։ Այդ խորհրդատվական ընկերության գաղափարը հենց այդ ժամանակ եկավ ու երբ որ բիզնես էի անում, հասկանում եմ, մինչև ամերիկանը, հասկացա, որ ինձ կրթության պակաս կա, որ ես կարողանում եմ բիզնես անում եմ, որովհետև մեծ մասը չէր հասկանում, այդքան չէին հասկանում, բայց ինքը զգում էր, որ բիզնես անելու համար որոշակի պակաս գիտելիք կա իմ մոտ, որը հարկավոր է լրացնել։ Ու ամերիկյան համալսարան հենց դա էր, որ ես MBA բիզնես կառավարում ընդունվեցի, որ հասկանայի։ Էլի շատ մեծ բան տվեց, ու ասեմ, որ ինձ ամենամեծ իմ ամենալավ կրթությունը, ես ինչքան որ տարբեր տեղեր սովորել եմ, բայց Հայաստանի կրթությունը ամենակարևորն ա եղել, որ իմ կյանքում ցած մեծ փոփոխություններ են եղել, մեկն էլ հենց ամերիկյան համալսարանն է, որ ավարտելուց հետո ես հասկացա, թե գրագետ բիզնես կառավարելը որն է, հաշվապահությունը որն է, ֆինանսական հաշվետվությունները, ֆինանսական մոտեցումը, ոնց է կոչվում, cash flow, չէ՞, կանխիկի մուտքերի կառավարումը, դրամական մուտքերի եւ այլն, այդ ամբողջը ինձ տվեց ամերիկյան համալսարանը ու չկաղապարվեցինք, այդտեղ ինձ ամերիկյան համալսարանում էլ սովորացրին թիմով աշխատել, որտեղ ոնց որ բոլոր հայերը
Կաղում են այդ հարցում։ Մենք սիրում ենք ինդիվիդուալ առաջադրանք էին տալիս, ես ասում եի, որ լավ լինի, ես էլ ուզում եի, որ բարձր գնահատական ստանա, ասում եի, մի արեք, ես ամբողջը կանեմ, մենակ թե որ հանկարծ մեկը չփչացնի։ Ու ինչ էին անում, դասախոսը ժամանակը կրճատում էր, որ չհասցնի մի հոգի անի, այսինքն ստիպում էր, որ խմբով։ Հետո տեսնում էր մենք ում հետ էինք, ում հետ չէինք շփվում, հենց այդ խմբի հետ էինք գցում կամ այդ մարդու հետ, ում հետ որ դու ընդհանրապես չէիր ուզում շփվեիր ու ստիպված գործ անելու համար, հետո պետք է աշխատեի, շատ հետաքրքիր մոտեցում էր ու ինքը ճկունություն տվեց ու լավ գրագետ բիզնես անել ու չկաղապարեց, եթե վերադառնանք մեր հարցին, ինքն այնքան հետաքրքիր էր, իրանք չէին ասում, սա սենց է, սա սենց, ճիշտ սխալ չկար։ Միշտ ասում էին, նույնիսկ եթե հարց էին տալի, ասում էին մի կաշկանդվեք, պատասխանեք, որտեվ հարցերը չեն լինում ճիշտ ու սխալ։ Եթե տալիս ես, կարևոր է իմացի, թե դու ոնց ես հիմնավորում քո պատասխանը։ Եթե հիմնավորում ես, ուրեմն դա ճիշտ է։ Եթե չես կարողանում հիմնավորել, ուրեմն խնդիր ունես։ Այդ առումով շատ օգտակար էր ու կարծում եմ, որ մեծ իմ այդ հաջողության գրավականը հենց իմ այդ ամերիկյան համալսարանի կրթությունն էր։ Հիմա շատ են դժգոհում, որ առաջվանը չի, գուցե առաջվանը չի, բայց կարծում եմ, որ այդ բազային գիտելիքները ամեն դեպքում կա ու չեն կաղապարի, ընդհակառակը կլինեն։ Կարող ես սովորել, կարող ես վերահսկել, թե հաշվապահին, թե ֆինանսիստին, թե այլ մնացածին։ Շատ լավ, անդրադառնանք մեր թեմայի ինչ-որ մասի, որ ասացինք այդ ձեռնարկությունների փաստորեն, եթե թիմ ես ձևավորում, հարազատի հետ, չգիտես ճիշտ է դժվար է եւ այլն, կամ ընկերոջ կամ արյունակից հարազատի հետ, պետք է ձևավորես թիմ, ունենաս ինքդ գրագիտություն, թիմը աշխատակիցները ունենան որոշակի գրագիտություն։ Բայց անծանոթ մարդկանց շրջապատում էլի ցավոտ թեմա է, կարծեմ դա արծարծենք էլի։ Պետք է լինի բավարար վստահության մթնոլորտ, որտեվ բոլոր դեպքերում բիզնեսը ունի իր գաղտնիքները, հա։ Բիզնեսը ունի վստահության այդ գործոնը, որ ինչ որ պահի այդ հոսունություն առաջանա, ինչ որ պահին այդ գաղտնիքների հոսք առաջանա եւ այլն։ Հիմա ոնց հաջողել այդ փայտը ունի երկու ծայր, համ խուսափել այդ հարազատի կամ ընկերոջ հետ անելուց ձևավորել անաչառ թիմ, բայց նաեւ վստահության գործոն, հոսունության եւ այլն, այդտեղ որն է գաղտնիքը։ Իմ անձնական կարծիքն է, որ բարեկամների հետ պետք չի բիզնես անել։ Պետք չի ընդհանրապես, որովհետեւ միշտ ի վերջո, եթե մանավանդ պահանջկոտ ես, թշնամություն է ստեղծում ինչ առումով, չեմ ասում դա ընտանեկան բիզնեսի մասին, երբ որ ընտանիքով փոքրիկ բիզնես են անում, այդ դեպքում դեմ չեմ, շատ լավ կարելի անել, բայց երբ որ բիզնեսը արդեն մասշտաբային անում է, մեծանում է, արդեն հարկավոր է, որ պետք չի որ ընտանիքով անեն, էլի, որովհետև վեճերը անխուսափելի են, մտածելակերպի մոտեցումը, վստահությունը նույնիսկ դնենք մի կողմ, այդ առումով կարելի է վերահսկել որոշակի միջև մարդուն վստահես, ոնց է չէ, միշտ սկսում ես, հետո գործի ընթացքում հասկանում ես վստահելի է, թե չէ։ Բայց կարա լավ թաքնված երկար ժամանակ։ Կարա լինի, երբեք ապահովագրված չես կարող լինել, բայց արդեն այդտեղ էլ կարծում եմ գործատուի, գործարարի ներքին զգացողությունն է։ Ես այնքան հետաքրքիր էր իմ աշխատակիցներն ասում էին, մարդ էր գալիս, աչքերին նայում էի, ասում էի դուրս չի գալիս, չեմ ուզում, ասում եմ, վայ, տեղը ազատ է, չեն կարողանում համալրել, եկեք վերցնենք, էլի համոզում էին, ասում էի, լավ, վերցնենք։ Ու միշտ իմ առաջին տպավորությունը ճիշտ էր լինում, անպայման ինչ-որ խնդիր էր առաջանում, այդ էլ արդեն ինչ-որ տարիների ընթացքում ձևավորվող, չգիտեմ, կամ ինչ-որ զգայարանա, որը գործարարներ ունենում են, շատեր ունեն, չէ, որ գիտեն ճիշտ ուղղությամբ գնան, որ ինչով զբաղվեն, որ ճիշտ լինի, կամ ինչով չզբաղվեն, որ ռիսկը քիչ լինի եւ այլն, դա էլ է կարևոր։ Այստեղ ասած մի աննշանակ պատասխան տալը դժվար է ամեն դեպքում, բայց հաստատ բարեկամներ չարժի։ Այդ արդեն լավ, իսկ ոնց անել, որ ապահովել այդ երկարակեցությունը բիզնեսի հաջորդականությունը։ Այ, ես կարծում եմ, նախ պետք է միշտ գործարարը ինքնակրթվի, միշտ, ու հետևի թե ինչա կատարվում, անպայման լինի մի քիչ վատ բառ է, տրենդային, չէ, այդ տրենդներին հետևի շատ են ասում, բայց հասկանա թե ինչի կարիք կա արագ արձագանքի։ Եթե դու կարողանում ես պահանջին
կամ մոտեցումներին արագ արձագանքես, կարաս երկարատև, հետո պետքա երկարատև մտածես, մեկ այլ բան կա, որ ես միշտ սիրում եմ ասել, բիզնեսի դիվերսիֆիկացիան։ Օրինակ ես մի քանի ոլորտում եմ միշտ բիզնես գործունեություն ծավալել, մի տեղ, երբ որ բիզնեսը կամ սեզոնային է, կամ լավ չի, կամ այդ ընթացքում վատագործերը, մեկ այլ բիզնեսի շնորհիվ կարողանում ես այդ վնասը փոխհատուցել, միջև վեր բարձրացնես, բայց հիմա մի քիչ ավելի հասարակական աշխատանք եմ կյանքում շատացել է, չեմ կարողանում նման այդ դիվերսիֆիկացված բիզնեսներով զբաղվել, մեկն եմ պահել, որպեսզի կարողանամ ավելի շատ այլ գործունեությամբ զբաղվել, բայց այստեղ ես ևս կարամ ասեմ, եթե հնարավորությունը կա, կարելի է տարբեր ոլորտներում անել բիզնես, որպեսզի այդ կարողանաս կառավարես ռիսկերը մեկը մյուսի հաշվին, կամ մասնաճյուղեր են չէ լինում, մի մասնաճյուղը լավ աշխատում, չգիտեմ, ցանկացած բիզնեսում։ Մարդկային գործոն կա։ Հա, կարա մի մասնաճյուղը լավ աշխատի, մյուսը այդ փոխհատուցի նրա վատ աշխատելը Ես չլինի, որ անընդհատ լինի, մեկ էլ շատ հետաքրքիր բան ասեմ, որ ինչքան որպես բիզնես խորհրդատու նաև ասեմ, մեր գործարարները շատ դժվարանում են բիզնեսը փակեն, երբ որ ինքը վնասով է տարիներ շարունակ, իրանք ստեղծածն է, ոնց որ երեխայի պես են մոտենում ու նույնիսկ եթե իրանք անընդհատ իրանք վնաս է բերում, ասեն չի, ախր ոնց բացեմ, ոնց փակեմ, տես չարչարվել եմ, չէ, մեկ ճիշտ ժամանակին հետ կանգնելը շատ կարևոր է, որ ասես լավ, ու կան նաև այնքան էլի տարածված է, մարդիկ, որ մի քանի բիզնես ունեն, այնքան հետաքրքիր է, ես միշտ այդ որպես բիզնես խորհրդատու նկատել եմ, երբևէ չեն հաշվում, թե որ բիզնեսն է օգուտ բերում, որը վնաս։ Օրինակ մեկ վերլուծություն ենք անում, ասում ենք, այս ձեր բիզնեսը այսքան տարի գործում է, ինքը երբեք օգուտ չի ունեցել, ասում եմ, այդ ոնց իմացաք։ Այդ գործարաններ կան, չէ, նույնիսկ այսինքն ինքնաշեկի հաշվարկ չեն կարողանում անել։ Չեն կարողանում հաշվել ինքնաշեկը։ Չեն համադրում եկամուտ ծախսը։ Չէ, մեկ էլ նայեք, էլի կա շրջանառությունը խառնում են, չէ, իրանք թվում է այդ շրջանառությունը այդքան է, այդ ամբողջ իրանց եկամուտն է, հասույթն է։ Շատ անգամ դա էլ չեն տարբերում։ Այսինքն իրանց թվում է, եթե շրջանառություն է, հա, այդքան մեծ շրջանառության իրանց հասույթն է, չէ, շատ անգամ ոնց են անում, կան էլի մեկ սխալ մոտեցում, որ այդ շրջանառության այդ փոխանակներն զարգացնեն բիզնեսը, վերցնում են անձնական ծախսեր են սկսում անել։ Այսինքն բիզնեսից ինքը սկսում է իր բաները, հա։ Չեն հասկանում, որ դա, այսինքն պետք է հավասարակշռել, որ մասը վերցնել, որ մասը թողել, որ մասը հետ ներդնել բիզնեսի մեջ։ Կա այսօր X գումար, ամբողջ այս գումարը կարա վերցնի, վաղը փաստի առաջ կանգնի, որ գումար չկա բիզնեսում։ Ես արդեն ծախսել եմ։ Ես մի հիվանդություն էլ ասեմ, որ այդ վաղուց հատուկ էր այդ 90-ական թվերին, մարդիկ ամեն ինչ անում էին, որ վարկ վերցնեն, բոլոր միջոցները գործադրում էին, որ վարկ վերցնեին, այդ վարկը վերցնում էին, փոխանակ մտածեն, որ եթե ծրագիր են ներկայացրել բիզնես եւ բանկը վստահել է այդ ծրագրին, ու տվել է այդ վարկը, այսինքն փոխանակ արդեն հաշվարկված բիզնեսը անելու, քանի որ բանկը վստահել է, եւ հաջողելու եւ այդ վարկը փակելու եւ շարունակելու բիզնեսը հասնում էին նպատակին, որ այդ վարկը վերցնեն, ծալում էին դնում էին գլխանը այլ նպատակները այդ առումով ես համաձայն եմ ու շատ լավ է որ բանկերը սկսնակներին վարկ չեն տալիս ես բոլորը դժգոհում եմ որ եթե գումար չունենք ոնց սկսենք բիզնես ձև կա սկսելու բիզնես առանց գումարի կամ ինչ-որ կապերի միջոցով եւ այլն բայց երբ որ դու բիզնեսը սկսում ես սկսնակես ու վարկերով շատ բարդ է այդ բիզնեսը զարգացնել մանավանդ Հայաստանում տոկոսադրույքը շատ բարձր է դժվար է այդ առումով լավ է որ չեն տալիս թե չէ էլ ավելի վատ վիճակ կլիներ նայում ենք բնակչության մեծ մասը վարկեր ունի չի կարող վարկերը սպասարկի ու նաեւ բիզնեսները նայում ենք որ լավ գործարարները թվում է թե ինչքան բիզնեսներ ունեն տարբեր ոլորտներում բայց մեկ էլ լսում ես որ չի կարողանում վարկը սպասարկել խնդիր ունի զարմանալի է բայց փաստ է եթե փորձառուն չի կարում սկսնակը առավել եւս չի կար այդ վարկերով սկսելը ես միանշանակ խորհուրդ կտամ չսկսեք վարկերով պետք է սկսել նույնիսկ լինում է չէ մեկի անունով վերցնում են իրանք այդ ասում են կվերցնենք կփակենք հայկական տարբերակն է չէ
երաշխավորներով եւ ուրիշ վատ բան էլ ասեմ, տենդենս էլ ասեմ, վարկ են վերցնում, սպառողական վարկ, որպեսզի հարսանիք անեն։ Իսկ վարկը պետք է վերցնել նպատակային միայն այն դեպքում, եթե կա բիզնես պլան, որ այդ վարկը վերցնելու եւ սպասարկելու պարագայում դու արդեն պետք է ներհոսքեր ունենաս, հասույթ ունենաս, եկամուտներ ունենաս, որ համադրելով եկամուտ ծախս դու դրական սալդո ունենաս, շրջանառություն ունենաս, հա? Որպեսզի կարողանաս եւ վարկը փակել եւ շարունակել, որպեսզի բիզնեսը հարատևի, գոյատևի, շարունակական լինի։ Եթե դու այդ ուղով չես գնում, նշանակում է դու դատապարտված ես, որ վաղը մյուս օր պետք է քո գույքից ինչ որ բան վաճառես, որ փակես գումարած տոկոսները։ Դա էլ մի ուրիշ շատ մեծ խնդիր է, հա։ Վարկ են վերցնում, մեծ հեռուստացույց են առնում, մեքենա են վերցնում։ Հնչեցնենք, որ նաև մարդիկ էլ իմանան, որ այդ սխալ ուղի է, էլի որ ասեմ։ Այսինքն պետք է վարկը վերցնել միայն նպատակային այն դեպքում, որ այդ վարկի սպասարկումը նպաստելու է որոշակի հոսքերի ներհոսքի ու բիզնեսի զարգացման, որը կգա նրան, որ վաղ թե ուշ դու այդ եւ վարկը կփակես եւ տոկոսները եւ քո բիզնեսին կբերի շարունակականություն։ Եթե դու պետք է վերցնես ու հետո մտածես ոնց փակել, Իսկ կարճ մտածելակերպի, այսինքն էլի այդ էլ ֆինանսական գրագիտության պակաս է, որը ես ասեմ նաև այդ խնդիրը, որ գործարարների մեծ մասը այդ ֆինանսական գրագիտությունը չունեն։ Մեկ-մեկ լինում արագ-արագ վերապատրաստումներ են անում, ասում են բացեք բիզնես, բացեք խրախուսում են, լինի թե կանանց, չէ, թե սկսնակներին, ստարտափներին, բայց այդ մեկ ամսում որոշակի գիտելիք տալը չի նշանակում, որ երաշխավորված բիզնես է լինելու։ Մարդուն շատ անգամ նույնիսկ ասում են, չէ, ծրագրի շրջանակում ձեզ տալիս ենք 6% գումարով վարկեր, էլի մեկը խնդիրը մեծալ բանկը շահագրգռված է իր վարկը սպառի, ինքը տա վարկը, հետո պատասխանատվությունը քո վրա է։ Դու պետք է մտածես էլի հաշվարկել։ Վատ թեմային անցանք, չէ։ Չէ, նաև հնչեցնենք, որ նաև մեր ազգաբնակչությունը իմանա, կանխարգել ենք վատ հետևանքները, որ այո, վերցնես, հետո պետք է մտածես, որ նաև կարողանաս դա փակել էլի։ Այ անկել ներդրողներին թող դիմեն ավելի շատ, տենց ստանան ֆինանսավորում, եթե երիտասարդ են ստարտափ են անում։ Ես նաև ասում եմ, միշտ եմ ասել, որ շատ բիզնեսներ հնարավոր է անել առանց մեծ ֆինանսական ներդրման։ Ես օրինակ շատ անգամ ինձ որպես մենթոր կանչում եմ սկսնակ գործարարների համար մենթորություն անել։ Էլի մեր այդ ասոցիացիայի մի կարևոր մասն է, եթե ժամանակ լինենք ասեմ պետք է կարողանաս ճիշտ մարդուն գտնես, օրինակ նայեք ես տեղ եմ, ես ձեր մենթորն եմ, լավ կապեր ունեմ։ Ոչ թե ասեք չեմ սկսում բիզնես, որտեղ գումար չունեմ, այլ ասա այ դու եկել ես, ինչով կարաս ինձ օգտակար լինես, օրինակ ես ինչ բան անեմ։ Կարող է մի զանգը օգնի, ֆինանսական մեծ միջոցներ պետք չեն քո այդ փոքրիկ բիզնեսը սկսելու համար։ Շատ լավ, կդիմեմ։ Կդիմեմ, որպես վաղեմի բարեկամ։ Համեցեք։ Լավ։ Իսկ բան վերջին մեր հատվածը հաղորդման, որը պարտադիր է, որ խոստացակ, որ պիտի հետաքրքիր դեպքեր իրադարձություններ։ Նայեք, ես անընդհատ եմ ասում, որ միշտ բոլոր իմ գործընկերները գիտեն, որ ես չեմ սիրում խոսել։ Այս հասարակության առջև կամերաներ, ելույթներ չեմ սիրում, միշտ ասում եմ, ես թողեք իմ գործ անեմ, խոսացողները թող խոսեն, վերջերս մի շատ հետաքրքիր երիտասարդի հետ էի շփվում, ասում եմ, գիտեմ այդ իմ տեսակետը արդեն հետամնաց, հա, որ ասում եմ, ես շատ նորարար մտքեր ունեմ, բայց գիտեմ, որ այդ մոտեցումը ճիշտ չի, պետք է արածի մասին խոսել, որը ես չեմ սիրում։ Արի քեզ հրավիրեմ, դու այդ գործով զբաղվի, ինքը ասեց, հա, հիմա մարդիկ կան գործ չեն անում, շատ են խոսում, դառնում են շատ պոպուլար, ու այն մարդիկ, ովքեր շատ գործ են անում ու չեն խոսում, դիտարկվում են որպես վտանգավոր։ Որպեսզի վտանգավոր չդիտարկվեն, ձեր այդ մեր հանդիպումը հա չէր ստացվում, չէր ստացվում, չէ, ու դուք զանգեցիք, ասեցիք, այսինչ օրը նկարահան
կրահանման։ Դենց հանկարծ եկա, ասեցի, այո, դենց իմանալով իմ գործընկերները, որ ես չեմ սիրում նկարահանման, գնալ դա լինի միջազգային եւ այլն կամ մեծ հանրության արժեվ խոսել, ինձ հրավիրում են, ասում են մի հատ փոքրիկ միջոցառում է, պետքա երկու երկրների համեմատական վերլուծություն անեք, ասեմ, որ այդ մեր երկու երկրները հեչ համեմատելու չէին, Հայաստանը եւ այդ երկիրը։ Ես այս փորձում էի ընդհանուր բաներ գտնել եւ այլն, ու գիտեմ, տենց փոքրիկ մի միջավայրում պետք է այդ քննարկումը անենք։ Գնում եմ, նստում եմ, բացում է ինչ-որ մեծ միջոցառում է, ես գիտեմ նախնական միջոցառում է, հետո պետք է լինի առանձին աշխատաժողովներ, առանձին քննարկումներ եւ այլն, մոտենում է ասիստենտը ու ասում է, ձեզ կարելի է, ասում եմ, լսում եմ, ինչա, ես նստած եմ, ասես վերջի շարքերում, ասում է, ձեր մուտքն է, պետք է ձեր միկրոֆոնը, ասում եմ, ինչ մուտք, ո՞նց է, ասես մեկ է ես հայտնվում եմ մեծ բեմի վրա, ու մի քանի հազար մարդ, որ իմ համար շոկ էր ու բազմաթիվ թվեր էին վերլուծություններ տնտեսական, որ այդ պրեզենտացիայի պատրաստես, էլ մտածում եմ թվերը իմ ձեռքի տակ կլինեն, պետք է կասթիվը կանխավ չէին ասել, չէին ասել, որպեսզի ես չհարժարվեմ, ուսեց ու էկրանը իմ հետևում է, այսինքն ես իմ պրեզենտացիայից ոչինչ չեմ տեսնում, այն առաջի մի պահ ասենց շոկ էր իմ համար, հետո սկսեցի ասին շատ լավ էր, ասեմ չէ լավ, մի ասեք շատ լավ էր, գիտեմ, ու այդ տենց դեպքեր շատ են անում, մեկ էլ ասում են փոքրիկ միջոցառում է, գործարար կանանց եկեք սկսեք պատմել, թե ինչից եք սկսել եւ այլն, ու էլի մեկ է պատմում է 4000-անոց միջոցառում է, հիմա նույն այս դեպքներ անակնկալ, որ էլի հիմա մեր հաղորդումը տասնյակ հազարավոր, 100,000-ով մարդիկ են նայում, հենց որ անակնկալը ստացվեց։ Չէ, անակնկալ չի, բայց որ ասեցիք ես ինչ օրը ես անընդհատ ինչքան զբաղված էի, գործը թողեցի, եկա նկարահանման, մի բան ասեմ շատ, որ իմ ընկերները ասում են, ինչ լավ է գործարար լինելը։ Երբ ուզում ես գնում ես, երբ ուզում ես գալիս ես, ես էլ ասում այո, շատ լավ է, առավոտյան 6-ին գնում ես, գիշերը 4-ին գալիս ես, չգիտես երբ քնես, ինչ անես, քաղաքում մի բան ես նայում, վայ, ասում ես այս շենքը երբ կառուցվեց, այնքան որ դու ժամանակ չունես այդ մասով չես անցել, նույնիսկ կենտրոնում, մեկ էլ տեսնում ես մի բարձրակ շենք է կառուցել, որը չես էլ հասցրել տենալ, որովհետև զբաղված ես ու գիշերով չես հասցնում տեսնել։ Դες մի զավեշտալի դեպք ասեմ, որ մեր խոհարարներից իմ լավ խոհարարներից մեկը իրան միշտ հիշում եմ, եթե լսում եք իմանա, որ իրա մասին է խոսքը, որ այն օրական մոտեցում էլի տաքսիները, որ սկսեցին օնլայն պատվերներով լինել, նոր այն ժամանակ 10-20 տարի առաջ շատ նոր բաներ չկար, այդ մեկ տաքսիներ, որ դու կարող էիր հավելվածով պատվիրել Ես հավելվածով պատվիրում եմ, իրանք նստում են, ասում են, ախր սենց ոնց կլինի գոնե տաքսու նշանը լինի, որ մարդիկ հասկանան, որ ես տաքսիով եմ գալի, իմ խոհարարը բողոքում ասում է, մեծ կին եմ ամեն օր հարևանները նայում են, որ ես մի ավտոմեքենայով եմ գալի տարբեր, ասում ու տարբեր բաներ են խոսում իմ մասին։ Հիմա դե ասա աշխատանքից եմ գալի, այդ ռեստորանում, երբ որ աշխատանքը ավարտվում էր 4-ին, ու դա մեր մոտ դարել էր սենց թևավոր խոսք, երբ որ գիշերը 4-ին, 5-ին, առավոտյան 6-ին, գիշերը 4-ին, առավոտյան տուն ենք վերադառնում, միշտ ես իջնելուց ասում եի, դե ասա, որ աշխատանքից եմ տուն գնում, հարևանները ինչ կմտածեն, մի օր տաքսու վարորդը պտտվեց, ասեց, այո, ասում են, ու ես ինձ բարկացած նայում եմ, իբրև ինչ ես մեր խոսակցությանը խառնվում, տեսավ իմ հայացքս ինձ համ, վայ, ասում են, չեք հիշում, ես ձեր հարևանն եմ, այսինքն ես նույնիսկ իմ հարևաններին դեմքով համարյա թե չեմ տեսնում այնքան, որ ուշ գնում եմ, շուտ գալիս եմ, ու ես ասում եմ, վայ, ասում եմ, հիշեցի, դու սենց փոքր երեխա էր, այդ ժամանակվանից եմ քեզ հիշում, Հետո եկել եմ տուն, ասում եմ, գիտես, աղջիկս, ասում եմ տեսել մեր հարևանին, ու անունն եմ տալիս, ասում եմ, ունենց հա մեծացել, ասում եմ, արդեն ալեհեր էր դարել, ու ծիծաղում ասում եմ, գիտես, ինքը քո տարիքին է, ուղղակի ինքը կարճահասակ է։ Այսպես զավեշտալի բաներ շատ են լինում, ուղղակի որ արդեն ժամանակը կա, գործարարի համար չէ, որ դե ասա աշխատանքից եմ գնում, երբ որ մարդ առավոտ գալիս է 4-ին տուն, 6-ին է գնում տուն, այդ իմ խոհարարին եմ միշտ հիշում։ Այն անեկդոտի նման, դե արի բացատրի, որ տրամվայ է սպասում։
ասում հիմա դա արդեն ընդունված է, տարիներ առաջ մի քիչ արտասովոր էին նայում։ Ես ուրախ եմ, որ մարդկանց մտածելակերպը փոխվում է, ավելի ժամանակակից եմ դառնում։ Հիմա արդեն նորմալ է, նույն, չգիտեմ, մատուցող աշխատելը, նույն ուշ է մի գալը, ուսանողներն են աշխատում, ուշ են գալիս, շատ լավ է։ Առաջընթաց է, պրոգրես է, մտածողության։ Այո, այդ բիզնեսի մեջ էլ է կարևոր այդ նոր մտածելակերպը, նոր դատողությունը, որովհետև մենք հայերս շատ անգամ սխալ մոտեցումներ ունենք։ Այ մենք շոշափեցինք այդ ամեն ինչը, որպես մեր ազգաբնակչությանը, մեր հայրենասիրներին, որպես դեղատոմս, հա, պանացեա, ինչ որ բան կարող ենք ասել, այ ոնց անեն, որ բիզնեսը ճիշտ ուղով գնա, ոնց անեն, որ շարունակական լինի, այսքանի որ շոշափեցինք, բայց նաև այդ նպատակային բանը չտվեցինք, թե դա լայն թեմա է։ Թեման շատ, եթե ասեմ կծավալվենք, բայց մի հատ կարճ ասեմ, որ անպայման պետք է ինքնակրթվես, ինքնազարգանաս ու ոչ մի րոպե չդադարես։ Ես օրինակ անընդհատ, այս նույնիսկ իմ միջև հիմա այս տարիքում, այդպես երևի ժամանակահատված չկա, որ ասեմ մի տարի չեմ սովորել, ինչ որ մի նոր բան չեմ սովորել։ Շատ կարևոր է անընդհատ սովորել ու անընդհատ չվախենալ։ Այսինքն զարկերակը միշտ չվախենալ, օրինակ հիմա նայեք ասում են արհեստական բանականություն եւ այլն, դե լավ, դե ջահելների չէ, ջահելների չի, ես ինքս էլ սովորեցի ու կիրառում եմ, պետք չի վախենալ։ Ինքը շատ լավ գործիք է, որ բավականին հեշտացնում է գործը, որը 2 շաբաթում ենք անում, կարելի է 1 օրում, 1 ժամում, 2 ժամում անել։ Երբեք չվախենալ, մեկ էլ շատ կարևոր է, որ դու զբաղվես քո սիրած գործով ու հավատաս հաջողությանը։ Եթե դու սիրում ես, հավատում ես, որ կհաջողես, ես չեմ կարծում, որ չես հաջողի, որտեղ այնքան ինքնավստահություն է դա քեզ բերում, դու տեսնում ես, արդեն տեսնում ես, թե ինչ պետք է անես ու սիրում ես քո գործը, որ ոչ թե իմիջայլոց ես անում, այլ շատ նվիրված ես անում։ Պատրաստի բանաձև կա, որ սիրով առավոտյան գնաս աշխատանքի, այո, եւ սիրով վերադառնաս, ու ինքդ քեզնից բավարարվածություն, ինքնա բավարարվածություն լինի քո արած գործից։ Ու ես մեկ էլ ուզում եմ, որ մեր հասարակությունը մի քիչ սովորի պատասխանատվություն կրել ու հասարակային մտածելակերպ լինի, հա, մենք այս փակ շրջանակներից դուրս գանք մեր համար, մեր ընտանիքի համար, մեր ընկերների համար, մենք պետք է անենք բոլորի համար, հասարակության համար անենք։ Հասարակության համար, մեր էկոլոգիայի համար, մեր վաղվա համար, մեր ապագայի համար, պետության, պետականության, մեր շրջակա միջավայրի, կորպորատիվ պատասխանատվություն ունենանք, նույն կազմակերպությունները պետք է մեծ ներդրում ունենան թե կրթության մեջ, թե իրենց աշխատակիցների վերապատրաստումների չափսոսան, այդ գումարը մեկը վերադառնում է քեզ ավելի շատ։ Դա մի թեմայի առանցին, որ գործարանները չեն ուզում, չէ, պրակտիկանտներ վերցնեն, նոր աշխատակիցներ վերցնեն, ժամանակ չկորցնեն, սովորացնեն, պետք է հասկանան, որ դա պետք է անեն պատասխանատվություն։ Պետք է լայն ասպարեզ, լայն մտածողություն, որ նեղ չմտածես, որ այսօրվա այդ մանրադրամը քեզ դու ավելի լավ ծախսես, որը քեզ կվերադառնա։ Երկարաժամկետ ներդրում։ Երկարաժամկետ։ Շատ լավ։ Կարծում եմ էլի լիքը ունենք խոսելու, բայց այսքանով բավարարվենք։ Թույլ տվեք իդեմս ձեզ նաև անդրադառնանք մեր առիթին, ինչի համար հանդիպեցինք, վերջապես զրուցեցինք։ Գարնանային տոների արդիվ շնորհավորել մեր բոլոր կանանց, աղջիկներին, մայրերին, միշտ գեղեցիկ լինեք, միշտ։ Շնորհակալ եմ։ Եվ թող մեր բոլոր կանայք, աղջիկները, մայրերը, քույրերը ապրեն արժանապատիվ հաջողակ, ինքնավստահ, առողջ, հաջողակ, առողջ ու կարևորը խաղաղ երկրում ապրեք։ Եվ թող ընտանիքներում էլ լինի այդ բարենպաստ մթնոլորտը, որտեղ դա նաև հիմքերի հիմքն է նաև պետության, որ առողջ ընտանիքների, բջիջների մեջ է նաև պետությունը։ Շնորհակալություն։ Ավարտենք։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրը ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում գործարար բիզնես եւ կրթություն ասոցիացիայի նախագահ Մարինե Ժանկոչյանն էր։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։